դեպքը, որը տեղի ունեցել, այնքան ակնհայտ եղել է պատահական, արդեն տարիքով, անձի, անցումը այդ սահմանի, պետք է ասեմ, որ նմանությունը այդ տարածքների զարմանալի է, ուղղակի ովքեր որ գոնե մի անգամ եղել են կհասկանան, որ այստեղ շփոթությունը հենց այն է, ինչ որ պետք է սպասել այդ արդեն իր, ինչպես ասեմ, դարդերի մեջ այսպես մտած և մնացող անձի համար։ Եվ մենք տեսել ենք, որ այն վարկածը, որը տարածվել է Ադրբեջանի կողմից, առաջի հերթին ենթարկվել է ոչնչացնող քննադատության հենց Ադրբեջանում եղած և ինձ գոնե քաչ ծանոթ որոշների անունները իրենց կողմից քննադատության է դա ենթարկվել։ Ճիշտ ասած, ես պատրաստ եմ սկզբից խոսել Ժնևյան կոնվենցիաների մասին, բայց ոչ թե զինգերիների, որովհետև իրեն կարծես թե այդ վարկածը ուղղակի տապալվեց, զինգերի հնարավոր չէ։ Ես կարծում եմ, այստեղ մենք պետք է խոսենք 4-րդ Ժնևյան կոնվենցիայի մասին, որը խոսում է խաղաղ բնակչության հետ վերաբերմունքի մասին։ Ինքը Ժնևյան կոնվենցիան 4 իր կոնվենցիաներով իրեն աստիճանի հմուտ մասնագետների կողմից է գրվել ժամանակին և շատ մանրամասնվել է։ Մասնավորապես 3-րդ հոդվածը այդ Ժնևյան 4-րդ կոնվենցիայի ուղղակի կոշտ արգելք է դնում այդպիսի անձանց վրա, որոնք որ չեն ընդգրկված ուղղակիորեն զինվորական կամ որևէ բախումնային գործողությունների մեջ։ Ընդհանրապես 4-րդ կոնվենցիան վերաբերվում է խաղաղ բնակչության։ Միջև անգամ այդ 3-րդ հոդվածը ասում է դա վերաբերվում է և այն անձանց, ովքեր լինելով ժամանակին, ասենք պատերազմական, բայց ցած են դրել իրենց զենքերը։ Այլևս մենք չենք խոսում Մամիկոն Խոջոյանի մասին, որը այդպիսի զենք չի ունեցել։ Եվ այս հոդվածն է, որ հստակ արգելում է, ոչ թե կանխարգելում, այլ արգելք կա միջազգային, որ չպետք է լինի ոտնձգություն ոչ կյանքի, ոչ ֆիզիկական անձեռնմխելիության, մասնավորապես լինի դա ծանր կամ դաժան վերաբերմունք, լինի դա խոշտանգում, լինի դա այլ վերաբերմունք։ Վերջապես արգելված է վերցնել պատանդում, այսինքն պատանդ վերցնելը արգելված է սրանում։ Եվ եթե մենք դիտարկենք, թե վարկածները ինչպես են զարգանում, մենք պետք է ասենք, որ Խոջոյան Մամիկոնը ըստ արդեն բժիշկների զննման արդյունքների ենթարկվել է ոչ միայն դաժան վերաբերմունքի, այն է բետոնի վրա քնել, այն է ծեծի և այլն, այլև խոշտանգումների։ Որն է տարբերությունը։ Հարցն այն է, որ խոշտանգում են ստանալու համար ինչ-որ տեղեկություններ, որոնք իրենց պետք է։ Տվյալ դեպքում ըստ երևույթին այնքան ի վիճակի չէր և հիմա էլ ասում են ի վիճակի չի ինքը մինչև անգամ չի ճանաչում իրեն հարազատներին, երևի հնարավոր չէր իրենից ստանալ այն ինչ որ պահանջվում է իր մասնակցությունը, լինի դա դիվերսիոն խմբերի մեջ, լինի դա որպես ուղեկցող և այլն։ Ու դրա համար այդ խոշտանգում տերմինը ես համոզված եմ լիովին պետք է կիրառել այս դեպքերում, որ կիրառվել է Խոջոյան Մամիկոնի հանդեպ։ Նույնը վերաբերում է դաժան վերաբերմունք և վերջապես անձի նսեմացումը, դրա արժանապատվության հանդեպ նսեմացնող վերաբերմունքը։ Բավական է առաջի նկարը տեսնենք ինչպես է նա կանգնած, ինչպես իր կորցրած իրեն մի թշնամական շրջապատում և հետագայում ըստ երևույթին այնպիսի վերաբերմունք է արժանացել, որը որ այսօր ինքը դեռ չի կարողանում արտահայտել։ Բայց այն, որ ինքը հայտնվել է այս կողմի վրա ծայրահեղ ծանր վիճակում, ես ունեմ այդպիսի կասկած, որ վախենում են, որ վրա հասնի մահը և ինչը ավելի ծանր հանցագործություն է, մանավանդ կրկնում եմ, հենց ադրբեջանական հասարակությունն է պնդել և չէր հավատում այն վարկածին, որը տարածվել է պետական և պաշտոնական անձանց կողմից։ Եվ հիշեցնեմ, որ երբ որ մենք խոսում ենք եվրոպական դատարանի մասին,
եւ Ադրբեջանը եւ Հայաստանը միացել են ոչ միայն ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման մասին կոնվենցիային, դա տեղի է ունեցել 90-ականների կեսերին, այլև 2001 թվականին, 2 թվականին վերջնականորեն ուժի միացել են եւ եվրոպական նույնանուն կոնվենցիային։ Բացի դրանից հիշեցնենք, որ եվրոպական կոնվենցիան ուղղակի մարդու իրավունքների պաշտպանության մասին ունի բացարձակ հոդված, ինչպես եւ ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին կոնվենցիան, բացարձակ հոդված, ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ արգելքը եւ կանխարգելումը դաժան վերաբերմունքի, կտանքների եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի եւ պատժի, դա չի կարող պետությունը միանալ այդ փաստաթղթին վերապահում անելով այդ հոդվածից։ Որովհետեւ կան հոդվածներ, որոնցից կարող են վերապահում անել եւ դրանք բազմազան են, բայց ահա այս հոդվածը դրա համար նախոչվում է բացարձակ մարդու իրավունք։ Այսինքն մարդու բացարձակ իրավունքը խոշտանգման չի ենթարկվելու։ Հիմա մենք այսօր ունենք այդ բոլոր դեպքերներեք ապացույցները, որ խոշտանգման, դաժան վերաբերմունքի եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի արժանացել, միջև անգամ կարող ենք ասել, որ նա առանց դատի ու դատաստանի ուղղակի իրեն վերաբերվել են եւ ասենք ծեծի են ենթարկել որպես պատիժ։ Այսինքն ծեծը եւ մնացյալ այդ վերաբերմունքը ընկալվել է եւ իրականացվել է որպես առանց դատի տեղի ունեցած պատիժ։ Դա եւս կարծում եմ ձեզ համար արդեն ովքեր զբաղվում են գոնե այդ հարցերով հասկանալի է։ Պետք է ասեմ Եվրոպական դատարանը բավականին հստակ ունի ձևակերպում, որ դեպքն է համարվում կտանք, որ դեպքերն են կարող բնութագրվել, որակավորվել որպես դաժան վերաբերմունք եւ որը պետք է լինի արժանապատվությունը նսեմացնող լինի վերաբերմունք, լինի պատիժ։ Այնպես որ ես կարծում եմ հասարակությունը Հայաստանի եւ էլի կրկնում եմ աջակցությունը վիրտուալ եղել է Ադրբեջանի, մենք պետք է կարողանանք գոնե այս դեպքը բերենք եւ դարձնենք միջազգային հանրության համար այնպիսի քննարկման նյութ, որը եւ Ադրբեջանի, կրկնում եմ, առաջադեմ հասարակությանը երեսը կպարզեցնի եւ մեր պատասխանատվությունը եւ պարտավորությունը իրականացված կհամարի։ Շնորհակալություն Հակոբ Ինջուլյանի մասին ինչի խոսել։ Հակոբ Ինջուլյանի մասին ես կարծես թե մի քանի անգամ եմ ասել, անձամբ իմ փորձը, իմ եւ կարծիքը չեմ կարծում, որ որևէ մի քայլ կարվի Ադրբեջանի կողմից, որ նա վերադարձվի Հայաստան։ Բոլորին պարզ է եւ բոլորը գիտեն, որ արդեն գործողությունները անցել են ՄԱԿ-ի լիազորությունների ներքո, փնտրվում է այն երկիրը, որը կհամաձայնվի ընդունել Հակոբ Ինջուլյանին։ Մենք հուսանք, գոնե էլի փորձը ցույց է տալիս, որ այն անձանց վերաբերյալ, որոնք ի վերջո պետք է տեղափոխվեն երրորդ երկիր, ավելի մեղմ է լինում վերաբերմունքը։ Հասկանալի պատճառներով ուղղակի, ես կարծում եմ հակագծեր չբացեն։ Եվ հուսանք, որ Հակոբ Ինջուլյանի հանդեպ գոնե այդպիսի մեթոդներ, ձևեր չեն կիրառվում։ Բայց երբևէ ես չեմ ունեցել այդ փորձը, որ երբ որ Ադրբեջանը հայտարարում է, որ պետք է եւ ցանկությունը երրորդ երկիր տեղափոխելն է, որ դրանից հետո նա հանկարծ հայտնվի Հայաստանը։ Դա տեղի չի ունեցել։ Եթե հանկարծ այդպիսի բան լինի, դա կլինի առաջի անգամ։ Բայց Ադրբեջանի ցանցն է Հակոբ Ինջուլյանի։ Ոչ, դա գիտեք ոնց է, արդեն պաշտոնապես կապ չունի Հակոբ Ինջուլյանը ինչ ճնշումների եւ ինչպիսի ներազդացության է ինքը ենթարկվել։ Արդեն ասված է դա իր կողմից, դա միջազգային իրավունքի տեսակետից ընդունվում է որպես հիմք նրան չբերել երկիր։ Հիշեցնեմ, որ երբ որ ասում են երրորդ երկիր, միշտ ենթադրվում է, որ նա ունի հիմնավոր կասկած, որ կենթարկվի հետապնդումների երկրում սեփական կամ իրեն համար սոցիումի հասարակության վերաբերմունքը ինչ որ կարող է ունենալ ինչ որ հետևանքներ։
անկախ նրանից թե եւ պաշտպանության նախարարությունը եւ մեր պրակտիկան եւ հասարակությունը շատ արագ շտկեցին իրենց առաջի օրվա հիշում եք այդ բանը բայց դա ոչ մի նշանակություն չունի ինչու որովհետեւ անազատության մեջ գտնվող անձին ցույց են տալիս այն ինչ ուզում են ցույց տալ այսինքն առաջի օրվա ես կարծում եմ մոլորության մեջ ընկած լինի մեր սոցցանցերը լինի դա որոշ մամուլի արձագանքներ առայն որ ահա դավաճան եւ այլն ես կարծում եմ դա լրիվ մի քանի անգամ տարբեր ձևերով ցույց է տրվել եւ Հակոբ Ինջիգուլյանին իսկ այն բազմաթիվ հայտարարությունները եւ գոնե իր իմացածը որ չի եղել Հայաստանում այսպիսի բան ես ուզում եմ ասեմ բոլոր մեր զինվորները գիտեն դրա մասին ես անձամբ մի քանի անգամ մասնակցել եմ այդպիսի զրույցների մեջ եւ այլն այսինքն զինվորները գիտեն Հայաստանում չկա այդ պրակտիկան ի տարբերություն Ադրբեջանի որ հետապնդումների մանավանդ իրավական եւ կամ բարոյական հետապնդումների ենթարկվեն վերադարձած պատանները բայց տեղի ունեցել այն ինչ որ տեղի ունեցել եւ ես կարծում եմ որ օր առաջ Հակոբ Ինջիգուլյանի երրորդ երկրում հայտնվելը դա լավագույն ելքերից է այսօր